Նախարարության համակարգում արդեն իսկ ձևավորվել եւ գործում է հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնը նպատակ ունենալով ապահովել իրական ժամանակահատվածում, այդ թվում արհեստական բանականության գործիքների կիրառմամբ վերլուծական խոշոր բազա, որը հիմք կհանդիսանա տարբեր ոլորտների քաղաքականությունները մշակելիս եւ նաեւ հանրամատչելի տեղեկատվություն կգեներացնի հենց մեր հանրության համար, որպեսզի քաղաքացին կարողանա նաեւ հետեւել տվյալների փոփոխությանը։ Ինչպես նշեցի, մենք ունեցել ենք 3.2% հանցավորության նվազում 25 թվականի կտրվածքով եւ ես ուզում եմ նշել, որ այստեղ մեզ համար կարեւոր է եղել նաեւ մեթոդաբանական փոփոխությունը վիճակագրության ասպարեզում, որովհետեւ տարիներ շարունակ մենք կենտրոնացել ենք միայն հաշվարկի մեխանիզմի վրա, բայց երբեք չենք իդենտիֆիկացրել դեպքերը երբ են տեղի ունենում, արդյոք տվյալ տարվա կտրվածքով են դեպքերը թե ոչ, եւ այստեղ կարեւոր է, որ կոնկրետ տարին գնահատում ենք կոնկրետ տարվա կտրվածքով տեղի ունեցած իրադարձություններով, աճել է նաև բացահայտման ցուցանիշը, թե անձը հայտնի լինելու հանգամանքով եւ թե նաև առաջադրված մեղադրանքի տեսանկյունից։ Խոսելով հանցավորության դեմ պայքարի մասին, ես չեմ կարող չխոսել նաև քրեական ենթամշակույթի մասին, որովհետեւ տարիներ շարունակ մենք ավելի ամրապնդել եւ ավելի ուժեղացրել ենք քրեական ենթամշակույթը Հայաստանի Հանրապետությունում, ինչու, որովհետեւ կա այն ընկալումը, որ բռնությանը կարող է պատասխանել ավելի ուժեղ բռնությամբ եւ հարցը կկարգավորվի, կամ հարցի լուծմանը պետք է ներքաշել ոչ թե պետական մարմիններին, այլ քրեական տարբեր հեղինակություններին, իհարկե հարցը կլուծվի, բայց ինչ ենք տեսնում պրակտիկայում, որ նմանատիպ իրադարձությունները հանգուցալուծվում են ողբերգական իրադարձություններով, տեղի ունենում տարբեր հանցագործություններ եւ մեզ մոտ կարևորագույն սկզբունք է, սա ոչ թե ընտրություն է, հարգելի գործընկերներ, այլ սկզբունք է, որ մենք հանրային զրո հանդուրժողականություն ունենանք քրեական ենթամշակույթի նկատմամբ եւ դրանով հասնենք շոշափելի արդյունքների տարբեր ոլորտներում։